Բարի երեկո, այսօր ուրբաթ է 22-22 եւ մենք սկսում ենք հայկական ուրբաթը։ Սիրելիներ, դուք գիտեք, որ Հայաստանի նոր անկախացումից հետո մենք ցանկանում ենք գտնել մի երևույթի ձևը, որը ամեն օր մեր տների մեջ է, ամեն օր հետ է, մեզ հետ է, խոսքը հեռուստատեսության մասին է։ Մենք բոլորս կարելի ասել հեռուստատեսություն ենք քիչ բաներից, որից այսօր դժգոհ են բոլոր հասարակության բոլոր շերտերը, խավերը եւ հեռուստատեսությունը այսօր ամենահեշտ քննադատելի երևույթներից է։ Մի քանի օր առաջ մի խումբ մտավորականներ, հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմեցին հանրապետության նախագահին, եթե կարճ ասեմ այս դիմումի բովանդակությունը, ապա նրանք ցանկանում են, որպեսզի նախագահը կանոնակարգի այս ոլորտը, որովհետև ըստ մտավորականների եւ ըստ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների այսօր հեռուստաեթերը քարոզում է այն բաները, որոնք փչացնում են մարդուն, որոնք բարոյապես դեգրադացնում են մեզ։ Այսօր մենք կփորձենք հասկանալ, թե ինչպիսի հեռուստատեսություն է մեզ պետք եւ արդյոք բոլոր այն մարմինները, որոնք կոչված են հեռուստատեսությունը կանոնակարգելու, արդյոք դրանք չեն դառնա գրաքննության էլեմենտներ, գրաքննությունը կրող մարմիններ։ Եվ այսպես հեռուստաեթերում մեզ պետք է գրաքննություն, թե հեռուստաեթերը պետք է լինի ազատ, քանի որ մենք ապրում ենք ազատ հասարակության մեջ։ Ես այսօր հրավիրում եմ իմ առաջին հյուրին, Կոմիտաս վարդապետ, խնդրեմ։ Բայց շնորհակալություն եմ հավերժության համար։ Եվ այսպես Կոմիտաս վարդապետ, ինչ նախաձեռնության մասին է խոսքը։ Ուրեմն ամբողջ խնդիրը կայանում է նրանում, անկախություն ձեռք բերելը հրաշալի գաղափար է։ Ազատություն ունենալը առավել եւս հրաշալի, բայց երբ ազատություն գաղափարի տակ հասկանում ենք ամենաթողություն, սա արդեն վտանգավոր է։ Սահմանը որտեղ անցնում։ Սահմանը այնտեղ է, որտեղ չի խախտվում դիմացինի սահմանը։ Բայց երբ որ դիմացինը կամ ես գալիս եմ ձեր իրավունքները խախտելու, սա չի նշանակում ազատություն։ Ցիցերոնի հրաշալի խոսքը, որ հաճախ եմ սիրում կրկնել, որպեսզի կարողանամ ազատ ապրել, պիտի լինեմ ստրուկը օրենքի, օրինապահ պիտի լինեմ։ Եթե ես այսօր հեռուստացույցը օգտագործում եմ ազգային լեզուն խայտարակելու համար, ազգային դեմքը խայտարակելու համար, գողական արժեքներ պրոպագանդելու համար, անբարոյականությունը շեփորահարելու համար, ես չեմ կարծում անկախություն, այն էլ 20 տարվա ընթացքում ձեռ բերած ժողովուրդը ինչ որտեղ պիտի կարողանա իր դեմքը եւ դիմագիծը։ Այսինքն հեռուստատեսությունը այսօր դա է անում։ Հիմնականում այո։ Փաստերով խնդրում եմ։ Սերիալները ամբողջ սերիալները։ Երբ որ գլխին դնում է ատրճանակը եւ սպանում է մարդուն, այրունն էլ վրան ցածկելով, ինչ ենք դրանով պրոպագանդում։ Մարդասպանությունը։ Սա է մարդու կերպարը, սա է Հայաստանի քաղաքացու մարդու երազած անկախության պատկերացումը։ Սրա համար մաքարեցին մեր ֆիդայները, որպեսզի մենք այսօր մարդասպանություն քարոզենք, այն էլ մենք ինքներս մեր նկատմամբ։ Տեսեք, բայց դուք ճիշտ եք ասում, բայց չի կարող հեռուստատեսությունը լինել ստերիլ, հասկանում եք, մենք չենք կարող ցույց տալ ամեն օր 24 ժամ բարի ժպտացող մանուկներ, բանվորները գնում են գեղեցկադեմ գործ անելու, ծաղիկները աճում են, բնությունը ժպտում է, չեն կարող, հասկանում եք, հեռուստատեսությունը կյանքի մի մասն է, այնտեղ եւ պետք է մարդասպանություն լինի, եւ գողություն, եւ սեքս, եւ այն ինչ որ դուք մերժում եք։ Չի կարող ստերիլ բան լինել մեկ կյանքում։ Ես հետ համաձայն եմ, պարոն Ղազարյան, միայն մեկ ծայրահեղությունից մյուս ծայրահեղության կարիքը չունենք գնալու։ Մենք ամեն ինչին կարող ենք անդրադառնալ, բայց ոչ է անդրադարձը լինի պրոպագանդա։ Մենք պրոպագանդում ենք չարը։ Մեզ մոտ չգիտես ինչու գողերը միշտ արժեքավոր անձնավորություններ են, որպես հերոսներ։ Ում ենք զարմացնում։ Իտալական մաֆիան, որ այդքան հանճարեղ էր, նրանց մաֆիոզ կերպարների մեջ բարոյական ինչ որ բան կա եղբայր, մեզ մոտ բերանը ծռելով, հայոց լեզուն այլասերելով, խոսելով ներկայանում են որպես գողական արժեք կրող անձինք եւ դրանց ենք պրոպագանդում մենք։ Ինչ է նշանակում սա։ Ուր է այսինքն բարոյական կերպարը, մարդը համաձայն եմ ֆիզիկական իմաստով, բժշկական իմաստով համարժեք է կենթանու։ Մտների վրա կատարում են այն փորձերը, ինչ որ հետագայում օգտագործում է մարդու վրա, բայց մարդը մուկ չէ։ Մարդը հոգևոր եւ բանական կերպար։ Ինչ եք դուք առաջարկում։ Ես առաջարկում եմ, որ նույնիսկ եթե կան բացասական երևույթներ, նրանք մատուցվեն այնպես, որ դրականը լինի իշխողը եւ հաղթողը եւ բացասականը չլինի տպավորիչն ու էության մեջ մտնողը։ Այսինքն պետք է լինի մի հանձնաժողով, որը գրաքննի այդ ամենը։ Հանձնաժողովը մարդու սրտում եւ մտքում պիտի լինի։ Դա վերացական է, կոնկրետ, գործնական։ Ամեն մեկ մարդ, ամեն մեկ ռեժիսոր
երբ որ նախ ամեն մեկ բեմադրիչ, երբ որ նյութ է գրում, ինքը պիտի հասկանա ինչ է գրում։ Կոմիտաց վարդապետ։ Սենսացիոն բաներ կարիք չունենք անել։ Ով կվճարի դրա համար։ Նայեք, ուրեմն սա նշանակում է մենք ձեր ասած երևույթների համար վճարում այսօր հասարակությունը։ Պարոն Ղազարյան, ամբողջ խնդիրը նրանումն է, որ մենք այսօր միայն playboy-յան մակարդակով ենք ստեղծում մեր հասարակությունը։ Այսինքն մենք կարիք չունենք խելացի մարդկանց, մենք կարիք չունենք մտածողների, մտավորականների, կարիք ունենք ռասպուտինների, որոնք լավ մաշին որպես ռեկլամ պիտի լինեն հեռուստացույցներով։ Սա ճիշտ չէ։ Այս ձևով հասարակությունը չի ձևավորվում։ Լուծումը ո՞րն է։ Լուծումը այն է, որ մենք ասում ենք միասին պիտի գտնենք լուծումը։ Ես դիկտատոր չեմ, որ ասեմ այս պիտի լինի։ Մենք միասին պիտի մտածենք, ո՞րն է հայ ժողովրդի համար դրական լուծումը։ Այդ դեպքում ինչու եք դուք բաց նամակով դիմել նախագահին։ Որպեսզի նախագահը որպես երկրի գլուխ անդրադառնա եւ այս հարցը բարձրացնի։ 2009 թվականին, երբ Անի Պլազայում բոլոր մտավորականները միասին համագումար գումարեցին եւ հարց դրեցին այսօրվա մեդիայի մակարդակը աստիճանը, այնտեղ բարձրացվեց, որ մինչև երբ կարելի այդպիսի բան, հայ հաղորդավարը Հայաստանի անկախ պետության մեջ հաղորդումը փակում է ադիո բառով, ինչ է նշանակում, նախ ադիո նշանակում է առաստված, ինչ է ասում այդ տղան։ Այսինքն ուզում է ասել ցտեսություն։ Այո։ Դա հիմարություն է։ Ես ինչու իմ լեզվով չասեմ ցտեսություն։ Որ մի ռուսն է իրեն ասում, օքեյ, կամ արևեդերչի կամ օղևա։ Շատ ռուսական հաղորդումներ կան։ Ուրեմն այդ ռուսը իրական ռուս չէ։ Ոչ մի իրական ռուս իրեն նման բան թույլ չի տա։ Այսինքն բացառապես հայերեն լեզու պետք է։ Եղբայր բացառական, եթե մենք Հայաստանում պետական լեզու ունենք եւ այնքան կատարյալ լեզու ունենք, որ նույնիսկ ֆրանսացիներն էին հիանում։ Ես մի բարեկամ ունեի Ռեսու Սուլաջյան, որը կատարյալ տիրապետում էր հայրենի եւ ֆրանսերենի, երբ միասին թարգմանություն էին կատարում հայրենի, ասում էր հայրսուրբ զարմանում եմ, որ հայրենի դարձվածքները նույնիսկ ֆրանսերենով միշտ չէ որ կարողանում ես թարգմանել։ Այդ գեղեցկությունը դարձել։ Ինչու ենք մենք այսօր ալերգիկ քոսով հիվանդանում, երբ որ հայրեն ենք խոսում։ Որովհետև խորհրդային ժամանակահատվածում մենք ձեր ասացի մեջով անցել ենք։ Լեզուն կոկիկ եւ ստերիլ, եթերը կոկիկ եւ ստերիլ, հաղորդավարները կոկ, ամեն ինչ կոկիկ եւ ստերիլ է։ Դա հակաբնական է։ Դա հակաբնական է, այստեղ շոկ չի։ Ներողություն, ուրեմն նշանակում է դուք էթիկա եք պահում, չէ՞։ Այո։ Էթիկա չի նշանակում այլասերել լեզուն։ Էթիկան նշանակում է պահել բարոյական կերպարն ու դեմքը, լեզու։ Պլատոնի խոսքը հիշեք։ Խոսիր եւ ասեմ ինչ մարդ ես դու, ով ես դու, որովհետեւ քո խոսքն է արժևորում քեզ։ Այո, բայց դուք համաձայն եք, որ հերոստատեսությունը չի կարող գնալ հասարակության դեմ։ Դեմ չի գնում։ Դեմ է գնում։ Երբ որ հասարակությունը խոսում է հենց այդ լեզվով, հենց այդ բարքերով։ Որ լեզվով։ Ժարիտանելու, տժժացնելու լեզվով եւ դուք սա համարում եք հայրեն։ Հաստա։ Համարվում եք հայրեն։ Հերոստատեսությունը չի կարող իրականության հետ հաշվի չնստել։ Ներողություն, այդ դեպքում վերադառնանք Թիֆլիսի բարբարին 2.90 ուգլավոյ մագազինում դոկտորսկի կալբասա ծախենք։ Վերադարձել ենք։ Դժբախտությունը հենց դա է, որ անկախություն ենք ձեռք բերել առանց հասկանալու ինչ է նշանակում անկախություն։ Դուք չունեք մեթոդ ինչպես դեմն առնել։ Դրա մասին եմ ասում, եկեք մտածենք, ստեղծենք մեր մեթոդը։ Հрьяաները ինչպես կարողացան ստեղծել իրենց մեթոդը, եղբայր։ Հрьяաներից օրինակ վերցնենք մենք։ Միայն ազատամտություն բառը չօգտագործենք, ազատամտությունը բառ չէ, ազատամտությունը համոզում է, փիլիսոփայություն է, գիտակցություն է։ Կիսամերկ հագնված ազատամտություն չի նշանակում։ Սեքսը պիտի արժևորես նույնիսկ որպեսի սեքսը չդառնա պարզ անասնական ինչ-որ գործ։ Մարդ իրավունք ունի այդպես չմտածի։ Ինչպես։ Այդ ձեր նման։ Չմտածի։ Այո, նա այլ կերպ, այլ արժի համակարգ ունի, նա պետք է տեսնի հեռուստաեթերով, թե ոչ։ Պարոն Ղազարյան, դուք կարող եք ձեր ուզած ձևով մտածել, բայց դուք իրավունք չունեք ձեր ուզած ձևով գործելու։ Դուք այսօր չեք կարող հենց հիմա պարզապես հանվել, մերկանալ ամբողջության եւ ասել ես ուզում եմ դուշ ընդունել։ Դուք կարող եք մտածել դա, բայց չեք կարող անել։ Ուրեմն կա սահմանագիծ անելու։ Ով է որոշելու։ Մարդկությունը։ Չէ, ով է որոշելու հերոստատեսության սահմանագիծը։ Ով։ Նայեք, ուրեմն ինչ է նշանակում ազգություն նախ։ Չնայած ոմանք, երբ ազգությունից ես խոսում, դա վերածում են նացիոնալիզմի կամ շովինիզմի, չգիտես ինչու։ Ազգությունը կամ ազգային արժեքների պահպանություն
Շովինիզմի հետ կապ չունի, շովինիզմ իրականի մեջ կապ է նշանակում։ Ես հարցնում եմ ով է որոշելու այդ գիծը։ Մենք պիտի որոշենք մեր բարոյականությունը, հայ մարդը, հայ գիտակից մարդը։ Հայ մարդը սիրում է այդ սերիալները, ես ասում։ Այս սերիալները մեծ ռեյտինգ ունեն։ Որոշում ձեր տուն ինչպիսին պիտի լինի։ Տեսնում եք ուրեմն։ Մնացածի հետ։ Ուրեմն դուք միասին եք որոշում, ձեր կնոջ հետ միասին։ Բայց սա տուն չի, հասկանում եք։ Եթե ձեր երեխան այսօր ամեն օր սերվիսներ կոտրի, գավաթներ կոտրի, դուք ասեք բրավո տղա ջան կամ աղջիկ ջան, ազատամիտ ես գնահատում եմ դա։ Ուրեմն չափ կա, սահման կա ամեն ինչի։ Բարի, ես Մարինե Պետրոսյանն եմ հրավիրում, խնդրեմ Մարինե։ Ընդունում ես այն ինչ ասում են այս նախաձեռնող խումբը եւ կոմիտաս վարչապետը, խնդրեմ Մարինե։ Երևի ընդհանուր խոսեմ, որ ես էլ իմ կողմը ասեմ, ես համաձայն եմ, որ հեռուստատեսությունում շատ խնդիրներ կան։ Բայց այս նախաձեռնությունը, ընդ որում այս նախաձեռնությունը առաջինը չի, դրան նախորդներ են եղել, այսինքն այս նախաձեռնությունը մի գործընթացի մի օղակն է։ Ես շատ պարզ տեսնում եմ, որ այս նախաձեռնությունը 2009 թվականին նույնպես եղել ասես նախաձեռնություն։ Այո, այս նախաձեռնությունները, երբ որ նայում ես ովքեր են դա նախաձեռնում, ինչ հիմքերով, ինչ դիրքից են դա նախաձեռնում եւ ինչ են ուզում, շատ պարզ ինձ համար ակնհայտ է, որ եթե դա հաջողվի, հեռուստատեսությունը ոչ միայն չի լավանա, այլև ավելի կվատանա։ Ինչու՞։ Որովհետև սկզբունքը արգելելն է։ Ես օրինակ ինքս անձամբ հեչ վաղուց արդեն ճիշտ ասած առանձնապես չեմ նայում հեռուստատեսություն, բայց գիտեմ ինչի մասն է խոսքը, այդ սերիալները եւ այլն։ Ես տեսնում եմ այնտեղ ինչ մտածողություն է ներկայացված, որովհետեւ ես այդ խավին հակադրեմ ուրիշ բան, ես պիտի ունենամ այն խավը, որը ունի ուրիշ արժեքներ։ Ես գիտեմ այդ խավը, ես ինքս այդ խավի ներկայացուցիչն եմ, բայց իմ տեսակետը հեռուստատեսությամբ ես գիտեմ, որ չի ներկայացվի։ Այս մարդիկ, որոնք պահանջում են փակել եւ այլն, իրենք բոլորին ուրիշ տեղից են խոսում։ Իրանք խոսում են մի արժեքներից, օրինակ ես ասեմ, ամենատարածված, երբ որ երեք ես նայում էի, կարծեմ կոմիտաս վարչապետը չկար, բայց այստեղ նստածներից ոմանք կային, ասուլիս էր եւ այնտեղ ասում էին, թե ինչ արժեքների հիման վրա են իրանք ուզում փակել, այսինքն տեղ ինչ են բերելու։ Եւ մի այսպիսի արտահայտություն հնչեց ազգային ուրեմն ինչ է հայոց ազգային տիպար չէ մի քիչ ուրիշ բառ էր, բայց ուրեմն ազգային ինչ որ ասենք հայ մարդու ազգային տիպար։ Դուք օրինակ հասկանում եք դա ինչ է։ Ես գիտեմ թե այդ բառի հետևում ինչ է թաքնված։ Այսինքն սա գրաքննության փորձ է։ Իրականում դա ոչ թե բան է, ուղղում է, ոչ թե ավելի առաջ մի բարոյական ավելի հետ արխայիկ դա այս մարդիկ որոնք նախաձեռնում են շատ հստակ են ինձ համար իրանք խոսում են արխայիկ դիրքերից, այսինքն ավելի հետ դիրքերից, հա։ Այսինքն վատ ազատությունը ավելի լավ է, քան արխայիզմը, որը դուք քարոզում եք։ Ես կարծեմ մեր շատ սիրելի Մարինե Պետրոսյանը մի քիչ ծայրահեղության է գնում։ Խոսել բացասական երևույթի մասին չի նշանակում հերքել ամենայն ինչ եւ մտցնել ստալինյան ժամանակաշրջանի ցենզուրայի սահմանների մեջ։ Մարինե ջան, այսօր արժեք պիտի լինի սիրելիս։ Նայեք, Վրաստանը անկախություն ձեռք բերեց մեզ հետ միասին, բայց իրենք պահում են իրենց ազգային արժեքները։ Իրենք որքան էլ ազատությունը ազգային արժեք է թե ոչ։ Ազատությունը նայած ինչի մեջ է ազգային արժեք։ Եթե դու ազատությունը Հայաստանի ինչ է ազատություն։ Մտքի ազատության մասին է, խոսքի ազատության մասին է։ Ովևէ մեկին չի արգելում իր միտքը արտահայտելու, եթե այն չի օգտագործվում անմեղ երեխաներին պրոպագանդելով ճանապարհից հանելուն։ Գիտեք ինչ, այդ պրոպագանդայի տակ կարելի է դա շատ այնպես տերմին է, որի տակ ինչ ասես կարելի է հասկանալ։ Ասենք հումորը, օրինակ ինձ համար շատ այդ ամենավտանգավորը այդտեղ ոչ այնքան սերիալների դեմ պայքարն է, որքան հումորի, որտեղ այնտեղ ասվում է իդեպ բան, այսպես կոչված հումոր։ Հիմա տեսեք, հումորը ընդհանրապես գիտեք, այդ հումորը ամենաազատ տեղն է խոսքի։ Նույնիսկ այն թագավորի պալատներում գիտեք ծաղրածուն արտահայտում էր ազատություն։ Հիմա այդ ծաղրածուն ընդ որում բավական կոպիտ ձևով էր արտահայտում, ինքը այդպես քնքուշ չէր արտահայտում։ Հիմա այդ հումորը, որի դեղ խոսում են, դա իսկապես կոպիտ հումոր է, կոպիտ այդ ծաղրածոյական խեղկատակային հումոր է, բայց իմ կարծիքով, եթե ես նայում եմ Հայաստանի հեռուստատեսություն, դա միակ տեղն է, որտեղ քիչ թե շատ խոսքը adekvat է, լրիվ չէ, adekvat է իրականություն, այսինքն կպնում է իրականությանը, կպնում է մի հատ ցավոտ ներվի։ Եվ եթե այդ հումորն էլ փակվի, հեռուստատեսությունը լրիվ կխզվի իրականություն։ Մարինե, կոմիտաս վարչապետը շատ բարձ բան է ասում, հեռուստատեսությունը փչացնում է լեզուն։ Հա, ուրեմն լեզվի հարցում բարոյական նորմերը։ Հիմա լեզվի հարցում շատ հստակ է։ Աղճատում է մարդու հայ կերպարը։ Եկեք այսպես ասենք։ Ուրեմն լեզվի հարցում շատ հստակ երևում է ինչ կլինի, եթե իսկապես մարդիկ նստեն, ասենք այստեղ հավաքվածներ եւ իրենց կողմնակից նստեն եւ լեզուն։ Լեզուն կդառնա
լրիվ նավթալինոտ, լրիվ, որտեղ ես գիտեմ ինչ, հասկանում եք լեզվի հարցում, լեզուն էլ գիտեք ինչ չնայած ոմանք ասում են, լեզուն ամեն դեպքում բարոյական հարց չէ, լեզուն մի քիչ ուրիշ հարց է։ Եվ այդտեղ կա մարդ, որը այս տեսակ լեզու է նախընտրում, կա մարդ, որը ուրիշ տեսակ լեզու է։ Հիմա այդտեղ բարոյական հարց չի արդեն, դա մակարդակի հարց է, դա օրինակ նույնը ոնց որ ասես գրականության մեջ կա մարդ, որը այս տեսակ գրականություն ընդունում, կա մարդ, որը ուրիշ տեսակ։ Հիմա դուք դա ոնց եք կանոնակարգելու։ Գիտեք ինչպես ռուսերենի մեջ կա բլատնոյ ռուսերեն հասկացող или վարավսկոյ язык կոչվածը, որոնք ունեն իրեն ժարգոնները։ Երբ որ դուք այսօր ռուսի հետ հաղորդակցվում եք, որը ռուսերենն եք օգտագործում, ավելի մաքուր ռուսերենը, ես ինքս իմ լեզվում, իմ բանաստեղծությունում եւ իմ հոդվածներում օգտագործում եմ խոսակցական հայերեն, ոչ բլատնոյ։ Ես բլատնոյի չգիտեմ էլ իրականում, գիտեք, որ գործած եմ, անկեղծ ասած, ծանոթ չեմ։ Այդ խավի հետ չեմ շփվում։ Ես օգտագործում խոսակցական հայերեն։ Եվ երբ որ ես գրում եմ այդ մասին, ասենք բլոգ ունեմ եւ մարդկանց իրակցիայից տեսնում եմ, որ մարդիկ շատերը ընդունում են շատ թշնամական, իրանց թվում է, որ ես հայերենը ինչ որ ինչ եմ անում, սրբապղծում եմ եւ այլն։ Ես հասկանում եմ իրանցը, իրանք ունեն որոշակի էսթետիկ հայացքներ, որոնք իմը չեն, բայց եթե իրենց տրվի իշխանություն, իրենք իմ բլոգը ուղղակի կփակեն կներեք։ Այսինքն ձեր լեզուն, եթե երեշխի հեռուստաեթերում այս մարդու նման մտածողները չեն արել։ Եվ ես հաստատ տեղ չեմ նայ, ես կթողեմ կգնամ կարող է։ Իվեն իմանալը կթողնեն կգնա։ Դուք այնքան արժեքավոր անձնավորություն եք, որ մնացեք այստեղ։ Մենք ձեր կարիքը ունենք։ Պարզապես, երբ որ մենք խոսում ենք, բայց ասմա, խոսմա, գնմա, գալմա, այս հայրենով, պարզապես սա է, որ ես չեմ կարող։ Դա պետք է արգելվի։ Ոչ թե արգելվի, մարդու գիտակցությունը դա պետք է արգելի է, բայց մարդուն չես կարող բերանին շղթա դնել եւ բացես փակես, ինքը երբ խոսի գիտակցի իր լեզուն, սա արժեք է, սրբություն է լեզուն։ Ես համոզված եմ, որ իմ սկզբունքը ներկայացնում է Հայաստանի, ես նկատում եմ, ասենք ես գրող եմ, հա, իմ էսթետիկական սկզբունքը ներկայացնում է Հայաստանի հայկական հիմնական։ Քո էսթետիկական սկզբունքը։ Ես կարճ սերիալների միջետ կրակել, ընդունում ա թե ոչ։ Բայց իմ սկզբունքը ասում եմ, օրինակ եթե ինձ տային, ես մի հատ հաղորդում տային, հա, ես ու Վիոլետը անեինք, ասենք մեր գրականությունը, հա։ Ես համոզված եմ, որ այս մարդիկ, որոնք բողոքում են սերիալները, մեր դեմ եկը բողոքեին։ Որտեղ ձեր լեզուն չելնի հայեցի։ Այո, որտեղ իրանք ուրիշ դիրքից են, իրանք ասում ավելի հետ դիրքից են խոսում։ Ես ասում եմ, այս վերջերս մի հատ մի քանի օրվա դեպք պատմեմ։ Փառատոն էր կազմակերպված, բացօթյան, գիտեք, Հայաստանը գրքի մայրաքաղաք, դրա շրջանակներում բացօթյան թերցանության փառատոն։ Ինձ հրավիրեցին, ճիշտ ասած մտած, ես գիտեի, որ հույս չունեի, որ ինչ-որ շատ հետաքրքիր բան կլինի, բայց ամեն դեպքում, քանի որ մարդկանց հետ շփում էր լինելու այգում, ասեցի գնամ խոսեմ, հետաքրքիր է։ Գնացի, ասենք ինձ էին հրավիրել, եւ այնտեղ հրավիրված էր մեկ անունը չեմ ուզում, տա բանաստեղծ, այնպես նույնիսկ բանաստեղծ ավելի շատ երգիչ եւ այլն, ուտապես ինքը ներկայացավ որպես բանաստեղծ։ Եվ մարդը սկսեց խոսել եւ հայհոյեց, ոչ քֆուր իմաստով, այլ իմաստով, ասինքն ամբողջ ժամանակակից բանաստեղծությունը հանեց որպես սատանայի, չգիտեմ ինչ որ բան, որ աշխարհը, հա, տեսակետ է։ Հիմա այդ տեսակետը ես ինչի էսպես այս դեպքը պատմեցի, որտեղ իմ կարծիքով այս կողմը իմաստի կողմը դա այդ կողմն է, այսինքն եթե այդ տեսակետը հաղթի, հայոց ամբողջ բանաստեղծությունը կներկայացվի որպես սատանայի բան, այսինքն ինչպես նաև ներկայացվի Աբովյանիներ եկեղեցին քարոզում, ես ցանկանում կանչել Վարամ Իրաքյանի խնդրեմ նախաձեռնության անդամ։ Վարամ, մոտիկ, ինչ եք դուք ցանկանում անել հեռուստաեթերի հետ։ Չնայած կոմիտաս վարչապետն ասում է, որ մենք չենք ցանկանում կոնկրետ բան փոխել, բայց ձեր առաջարկության մեջ կոնկրետ բան փոխել ցանկանում ենք, ոչ թե փակել չենք։ Փակել չենք ցանկանում, բայց փոխել այո։ Պատժամիջոցների մասին դրույթը ուժեղացնել։ Հեռուստատեսության եւ ռադիոազգային հանձնաժողովի շրջանակներում ստեղծել գիտահետազոտական կենտրոն, որն էմպիրիկ մակարդակով կզբաղվի հայկական հեռուստաեթերի բովանդակային հետազոտություններով եւ կանխատեսումներով։ Պարտավորեցնել, որ ամեն ամիս կազմակերպվի հանրային քննարկումներ, որոնց շրջանակներում հանդես կգան նախորդ ամսվա վերաբերյալ հաշվետվություններով։ Սա այսինքն մի ինդուստրիա է, որը վերահսկելու է եթերը։ Խնդրեմ։ Եթերը վերահսկելու ինդուստրիայի մասով մի քանի օրինակ բերեմ։ Գիտահետազոտական կենտրոններ են եւ այլն վերահսկելու են մի այսպեսի օրինակ կա սնունդ հանրային։ Հանրային սնունդը որևէ մեկը վերահսկում է դրա որակը, որ հանկարծ ժամկետը չանցնի, որ հանկարծ ուտեն չվնասվեն եւ այլն։ Հիմա հեռուստատեսությունը լրատվամիջոցները գիտական ոլորտում ընդունված են որպես ոչ ֆորմալ գիտական ինստիտուտներ, այսինքն կրթական ինստիտուտներ։ Կրթական ինստիտուտները լինում են ֆորմալ եւ ոչ ֆորմալ։ Ֆորմալը դպրոց, մանկապարտեզ, համալսարան, ոչ ֆորմալը բու, ընտանիք, փողոց եւ այլն։
հեռուստատեսություն։ Հիմա եթե հեռուստատեսությունը ոչ ֆորմալ կրթական ինստիտուտ է, նշանակում է համապատասխան վերաբերմունք պետք է լինի։ Հիմա ստեղ գրականության այս այդ վերաբերմունքը ոնց որ սննդի հարցում կարգավորվում է, պատական մարդը չի գալիս, ասում, չէ՞ որ այս հացի բաղադրությունը 10 օրից կփչանա, դրանից հետո չուտենք, բայց իրական կարող 3 օրից փչանա։ Նույն ձևը հեռուստատեսությանն է վերաբերվում։ Այս հոգևոր սննդի մասն է, այստեղ ավելի կարևոր է հարցը։ Եթե դիտարկենք որպես կրթական ինստիտուտ։ Հիմա ես, քանի որ իդեպ իմ մոտ տպավորություն էր, թե մենք արել ենք մի բան, որից դուք հասկացել եք, որ մենք նկատի ունենք այլ բան, ու դրանից դուք ենթադրեցիք, որ մենք այս բան ենք անում։ Արգելելու մասին ոչ մի խոսք չկա։ Չգիտեմ, ասացիք, ճանաչելով նախաձեռնողներին կարծում եմ վերջում դուք ասել եք, օրինակ, խստացնել պատժամիջոցները։ Իհարկե, օրենքի մասին, օրենքը վարչական, ասեմ։ Ստեղծել գիտահետազոտական կենտրոն, որ էմպիրիկ մակարդակով կզբաղվի հայկական հեռուստաեթերի բովանդակային հետազոտությունները եւ կանխատեսումները։ Պարոն Ղազարյան, կարող եմ ձեզ մի բան ասել։ Գիտնականներ պետք է Մեկ հավաքվեն։ բան ձեզ ասեմ։ Վերջերս մեկ ամիս առաջ Գերմանիան մի ռեժիսորի դատի տվեց, որը ֆիլմի մեջ իր հերոսուհուն 64 հատված ծխելիս է նկարարել։ Ասեց ուրեմն դուք ծխախոտի ռեկլամ եք անում։ Եվ դատի տվեցին ռեժիսորին։ Գերմանացիները արդյոք մեզանից ավելի տկար ազատամիտ են նրանք։ Ուրեմն հարցեր կան, չէ, հեռուստացույց իր դերն է, բացասական դերը խաղալու ժամանակ ձայնը բարձրացնում։ Շնորհակալ եմ եվրոպացիների կներեք։ Դուք հենց նոր հուշեցիք ճանապարհը։ Տեսնում եք սերիալ, որը գրեհկություն է լուսաբանում։ Լեցուն։ Դատի տվեք։ Ում դատի։ Այդ հեռուստաընկերությանը ասեմ, դատի նամա գրում նախագահին։ Կարելի ասել։ Դատի տվեք այդ Թուրքտակ հեռուստաընկերությանը։ ասեմ, դատի չենք կարող տանք։ Ինչու չենք տա, որտեվ օրենսգրքում բացակայում են վարչական օրենսգրքում բացակայում են դրույթները։ Մենք ունենք օրենք, որ մատաղ հեռուստատեսության եւ ռադիոյի մասն օրենքը, որ չի թույլատրվում ագրեսիա քարոզող հաղորդումներ, մատաղ սերնդի առողջությանը վնաս հասցնող եւ այլն եւ այլն։ Հիմա, բայց քանի որ վարչական ու քրեական, դեստեղ վարչական է օրենսգրքում բացակայում են դրույթները, դատի տալ հնարավոր չէ։ Որովհետև ձև, այսինքն մեր օրենքը լիարժեք չի, ուղղակի ձևական կա օրենք, բայց ենթաօրենսդրական ակտերը բացակայում են, արդյունքում մենք որևէ լծակ չունենք։ Այսինքն օրենքը գեղեցիկ գրած է, որ չի թույլատրում մատաղ սերնդի վնաս հասցնող հաղորդումներ կամ 10-ից հետո։ Բայց վարչական օրենսգիրը բան չկա, այսքանան որ դատի տանք չեն կարող, չկա։ Կա հանձնաժողով։ Հանձնաժողով է, հենց երեք ասած մենք մտցել ենք հանձնաժողով։ Իրավունք չունի, իրավունք ունի գովազդի առումով մենակ տուգանի։ Մենակ գովազդ ու քաղաքականության հետ կապված։ Իդեպ մերը քաղաքական բովանդակություն չէր վերաբերում։ Մեր բոլոր նախաձեռնությունները այս միշտ ոչ քաղաքական բովանդակության է վերաբերում։ Հիմա այդ հանձնաժողովը մենակ քաղաքական բովանդակության վերաբերյալ կարանի ու գովազդի։ Մնացածում չկա օրենքներ։ Ինչ եք դուք պահանջում։ Գործնական։ Մեր պահանջը կարծացի, որպեսզի այս պոպուլիստական հիմքերի վրա չգնա եւ քննադատություն եւ հակաքննադատություն հեռուստատեսության, քան ինչպես որ ամբողջ աշխարհում է տարվում, ամեն ինչ արվի դիտական հիմքերով։ Ես մի քանի օրինակներ կարդամ արևմուտքը մեր խոսքի ազատության արժեքների հիմնական կենտրոններից է, չէ՞։ Հենրիխ Սելին, Շվեդիայի մշակույթի նախարարության ԶԼՄ-ների բաժնի պետի տեղակալ, Շվեդիայի ողջ տարածքում հեռարձակվում է 4 հեռուստաընկերություն ողջ տարածքում, որից 3 հանրային են, իսկ մեկը մասնավոր 4 թիվին է։ Մասնավորը, բայց մասնավոր հեռուստաընկերությունը տարբերությունն է, որ գովազդը թույլատրում, բայց բովանդակային քաղաքականությունը նույնն է, պահանջներն ինչ որ հանրային հեռուստաընկերությանը։ Մյուս խոսքը, ասում եմ, լավ, արգելում ենք սերիալները։ Արգելում ենք չէ, այն ինչ որ մենք տեսնում ենք այդ սերիալները։ Բրուտալիզմ, այո, բրուտալիզմ։ Այդ լեզուն, այդ բայց այսօր մարդիկ հեռուստաընկերությունը կարողանում են դա վաճառել։ Դա ունի շուկայական արժեք։ Ինչ է տեղը տալիս։ Շատ լավ, հիմա ասեմ։ Ո՞վ է պահելու այդ Պետրո ջան, ես շուկայական արժեքից չէի խոսում։ Ես ասում եի կա խավ, որը ծնում է այդ մտածողությունը։ Վիոլետին եմ խնդրեմ, Վիոլետ։ Քո տեսակետը։ Սա գրաքննություն է, թե իրոք հեռուստաեթերը կանոնակարգելու փորձ։ Շատ ավելին, քան գրաքննություն, ես կարծում եմ, որ գիտեք Հայաստանի մա ինչ վիճակում է պատերազմական, բլոկադայի, տնտեսական ճգնաժամի, ես կարծում եմ, որ սա թուրքական ծրագիր է, որ նպատակ ունի մեր երկրին ավելի նեղը գցել, թուլացնել, որպեսզի այդ հնարավորությունները, որ բացվել են, որ մարդիկ կարող են ստեղծագործական ինքնաարտահայտման հնարավորություն ունենալ, գումարած աշխատատեղեր, գումարած աշխատավարձ ստանան եւ պահեն եւ իրենց ընտանիքը եւ մյուս մի քանի մարդապահումա մի քանի ընտանիք ուրեմն արտագաղթն են խթանելու դրանով եւ այս մաքուր թուրքական ծրագիրը եւ Ղարաբաղը կորցնելու են այդտեղ Թուրքական ծրագիր է, ռուս-թուրքական ծրագիր է եւ չեմ ասում որ դուք գրանտակեր չեք կարողա չեք վճարվում բայց
անկախ ձեզանից գործիք եք դառնում այդ ուժերի թուրքական Ես ուժերի հույս ունեի, որ մի քիչ տրամաբանության սահմաններում զրուցեք գնալ, բայց ոնց որ դերն արդեն չի ստացվում։ Որը մի փոքր։ Ես օգտագործեցի այն զինամթերքը, որ սովորաբար արվում է, երբ մարդիկ խոսում են ազատությունից։ Ո՞վ է ասել Պետրոսը ստեղ մերկանա։ Կոմիտաս վարտապետ, որ դուք ասում եք դուք դեմագոգիա եք անում, որ մարդիկ հերոստատող են, վայ, ոնց կարող է մերկանա։ Ոչ ոք չի ասել Ես մերկանա։ ասեցի ազատություն, կարող ես մտածել, Ոչ ոք չի ասել, որ ազատությունը մերկանալն է։ Ներողություն, բայց մարդ կա, Եվրոպայում մարդիկ կան, մերկանում են։ Ինչ կարող ես ասել նրան։ Հա? Եվրոպայում ամենաթողություն ներողություն։ Լսում ենք։ Հանրային հերոստատությունում ոչ, մարդու խելքը փչեց, մերկացավ։ Ինչ կա։ Իմ աչքի առաջ Գերմանիայում լողավազանում տեր եւ տիկին մերկացան եւ հետո հական իրենց լողավարտիկները։ Հիմա Որ դա ինչպես ձեր հավատը սասանվեց դրանից հետո։ Ոչ, հավատը չստանվեց։ Դե բաբանից ինչ Ներողություն։ Մի վարքյան Սամվել վեպը կարդալուց հետո քանի հոգի է սպանել իր ծնողներին։ Թե պիտի Սամվելն էլ արգել են Ուրեմն, նայ։ Սամվելը կարիք չուներ սպանելու։ Սամվելը կարիք ուներ արտնացնելու մարդու ուղեղի մեջ, թե ինչ է նշանակում դավանանք ուրանալ, կրոնը եւ ազգը դավաճանել հայրենիքը։ Բայց մենք որպեսի թուրքական հետախույզ լինենք շատ տկար ենք։ Կոմիտաս վարդապետ, խնդրում եմ թույլ մտքերս արտահայտել։ Ուրեմն ես ուզում եի մի քանի տեսանկյունով խոսել այս ձեր առաջարկի մասին։ Մի հատ ուրիշ խնդիր։ Այսօր եթե փոքր-ինչ իրատես լինենք, ինտերնետը մեծ տարածում ունի Հայաստանում, բավական լսարան ունի եւ կաբելային հեռուստատեսությունները շատ մատչել են 2000 դրամ ամսական։ Ինչ է ստացվում։ Քիչ թե շատ վճարունակ մարդիկ, հարուստները էլի զվարճանալու են, նայելու են աշխարհի բոլոր ալիքները, ամենաթշվառ խավը, ուրեմն պետք է մենակ լսի ձեր ստերիլ հումանոիդների այդ կերպարներով ստեղծված Թշվառ խավին կրիմինալ մատուցելով իրանց բարություն է կանում։ Որը որ սովետի ժամանակ։ Թշվառ խավ, բայց ով ասեց որ սովետի ժամանակի նույն բանը պետք է կրկնվի։ Մենք այդպես բան չենք ասել։ Մեր տեղը ենթադրություններ մի արեք։ Մենք ասում ենք դուք կողմեք որ դուք ագուրցեն եք առաջարկում, որը ինչպես կարնավալային գիշերը պիտի գա եւ ասի հումորը։ Բացարձակ չեք հասկացել մենք ինչ ենք առաջարկում։ Դուք կողմեք որ եթերում կանանց նկատմամբ բռնություն քարոզվի։ Դուք կողմեք որ եթերում երեխաների նկատմամբ բռնություն քարոզվի։ Ես ցույց եմ տալիս երկու ֆիլմ հետազոտություններ կան դրա վերաբերյալ։ Մի վարք, երկու ֆիլմ եմ ցույց տալիս։ Մեկը նկարելաշարքային հոլիվուդյան ժանրը, սարսափ ժանր, թրիլեր։ Մյուսը նկարելա Տարանտինոն։ Ոնց եք իմանում, որն է արվեստի գործ, որն է պարզապես սարսափ ֆիլմ։ Ոնց եք իմանում, մասնագետ է պետք, չէ։ Բայց ոնց ինչպես կարելի է քահանայով եւ բարոյախոսությամբ որոշել մասնագիտական հարցեր։ Ձեր երեխան Իվանտանակ առաջինը։ Ես ձեր մասնագիտությունը չգիտեմ ինչ է, բայց կարելի է ասեմ իմ մասնագիտությունը ինչ է։ Իմ մասնագիտությունը սոցիոլոգ լրագրող է։ Իսկ սոցիոլոգ լրագրողները ուսումնասիրում մեդիա ազդեցությունը։ Ես այդ ոլորտում ունեմ գիտական աշխատություններ, բայց ինչ որ ձեր գիտական աշխատությունները չեմ տեսել թեմայի վերաբերյալ, բայց ես միջամտებ խոսակցությանը։ Ուրեմն ես երեք լսում եի, կարծեմ երեք էր դուք մամլոասոլիս էիք տվել։ Հիշում եմ մի հարց հնչեց, թե դուք գիտականորեն ոնց եք որոշելու բռնության ազդեցությունը հասարակությանը եւ դուք Գրած էմպիրիկ ձևով պատասխան տվեցիք շատ տարօրինակ։ Հիմա ասեմ, դուք ասեցիք, մենք ուրեմն ուսումնասիրում ենք, ասենք, սերիալներում եւ այլ ինչքան բռնություն կա, հետո նայում ենք հասարակության մեջ, եթե այստեղ բռնությունը աճել է, հասարակության մեջ աճել է, ուրեմն մեկը մյուսի վրա ազդում է։ Դուք իմ ասածը կարելի է ձեր ասածը գիտական չի, այլ դուք կենցաղային մտածողություն։ Այսինքն մի վարքան շարունակեմ։ Մեդիան իմ ասածը ամբողջությամբ երևի չի հերարձակել, այսինքն մասամբ է տեսել, որտեղ ես այդպես չեմ ասել, այսինքն այդպես ասել եմ մասամբ, բայց դրանից բաց շատ այլ բաներ եմ ասել։ Ինչ վերաբերում է ագրեսիայի դիտական սահմանմանը։ Չէ, դուք ինձ ասեք ոնց եք որոշելու, որ ագրեսիան ազդում Ես այն մարդը չեմ, որ հիմա որոշեմ, հեծանիվ չեմ հայտնաբերի։ Այդ թեման ուսումնասիրվել է 50-ական թվականներից, այնպիսի սոցիալոգիաբաններ, ինչպես Բերկովիցը, Բանդուրան, Արոնսոնը, արևմտյան գիտության ոլորտում իրենք բոլորն ուսումնասիրել են։ Կա բազմաթիվ գրականություն եւ մոտավորապես 80-ականների կեսերից այս թեմայով գիտական ոլորտում բանավեճ չկա այլևս։ Ես հարցը ավարտեմ, չէ, հարցը էս։ Դուք օրինակներ եք բերում երկրի, որտեղ ապացուցվել է ամեն ինչ։ Ապացուցվել։ Էլ հակառակ կողմը չկա։ Վիոլետ, թող ես վերջացնեմ իմ հարցը։ Չի ավարտվում։ Մի վարքան, մի Գիտությունը շարունակ վերլուծում է նորանոր հետազոտություններ ան։ Ագրեսիան վերաբերող գիտական ուսումնասիրությունները հանգել են համապատասխան եզրակացության։ Ես կներեք, Մի սպասեք
Դու երկար խոսեցիր։ Անկախության սկզբից սերիալներ չկային Հայաստանում։ Ուզում եք ասել Հայաստանի առաջին տարիներին անկախության լավ էր, այսինքն հանցագործություններ չէին լինում, երբ սերիալներ չկային, հա։ Բարբեր բաների մասն է։ Սպանությունները միշտ էլ կա։ Ագրեսիա միշտ էլ կա, խոսքը քարոզի մասն է։ Ագրեսիա միշտ էլ եղել է մարդկության պատմության սկզբից ելնելով։ Ավելի շատ էին հանցագործություններ։ Ես մի ասում, տեսեք, լավ, մի փաստ ասեմ։ Ես ուրեմն մի րոպե ես հարցը ավարտեմ, իմ հարցը չէ։ Ես ձայն կտամ։ Տեսեք, ես ձայն կտամ քեզ։ Տեսեք, սովետական միություն ժամանակ ինչ էին քարոզում, հա, գեղեցկադեմ, ժպտադեմ բանվորներ, կոմունիստական ղեկավարներ, երեխաները ծնողներին փուչիկներ եւ ծաղիկներ էին նվիրում, հա, պարադներ էին անում, կյանքը գեղեցիկ, զվարճալի, անմեղսունակ մի բան էր։ Իրականում մենք կաշառակերություն ենք վերացնում, գողականություն է ծաղկում, մարդկանց տանում են վերացնում են, այսինքն կյանքը բարի եւ ծերիլ եթերից լավը չէր։ Մարդիկ նույնչափ գողանում էին, նույնչափ սպանում էին, նույնչափ թալանում էին։ Մեղավոր չէր։ Պարոն Ղազարյան, այնպեսի տպավորություն է, որ մենք եկել ենք այստեղ կենտրոնական կոմիտեի շահերը պաշտպանելու։ Մենք քավլիցի այդպեսի ազգային անվտանգության ինչպես որ նշված է, դրա շահերը։ Մեր նպատակը սիրելիս Տեր հայրը կամ չգիտեմ ինչը բարոյախոսություն, նախ հոգևորականի հիմնական գործը բարոյախոսությունն է։ Ես որպեսի արժևորեմ արևմտյան արժեքը, դու ինձանից շատ լավ գիտեք Եվրոպայում ինչպես է։ Կան շրջանակներ, իրենք են ստեղծում տրամադրությունը։ Իրենք ասեցին այս ջութակահարը լավն է, վերջացավ այդ ջութակահարը լավն է։ Ամենափայլուն ջութակահարը 0 է, վերջացավ նա 0 է։ Ուրեմն մարդիկ են որոշում թե ինչ է նշանակում առաջադեմ ճակերտյալ արվեստ կամ հետադիմական արվեստ։ Անհատներ, խմբակներ չասելու համար։ Թե դուք Աստծո անունից եք խոսում։ Հիմա դուք Աստծո անունից եք խոսում։ Մարինե ջան, ես ազգի խնդիրով մտահոգ եմ խոսում։ Չէ, դուք հիմա ասեցիք, որ դա հարաբերական է, հենց հիմա։ Ես ասեցի արվեստը գնահատելն է հարաբերական։ Ուրեմն ձեր Երբ որ դուք ասում եք քահանան Տեր հայրը չի կարող արվեստը գնահատել, երևի վարդապետը չի եկել այստեղ արվեստ գնահատելու։ Մտահոգ է այն երևույթով, որը կարող է այլասերել քո զավակի։ Դա հերոստատեսությունը այլասերում է այսօր ժողովրդին։ Մարդիկ կան, որոնք ազատություն, օրինակ, կան ուրեմն մուսուլմանական երկրներ, որտեղ արևմտյան սկզբունքները ազատության եւ այլն համարվում են այլասերում, գիտեք։ Հիմա դուք դրա կողմնակից եք թե չէ։ Ինչու եք ծայրահեղությունների կողմը բռնում։ Ես ձեր բերածը ծայրահեղություն է։ Ես երբեք չեմ ասում փակենք, ես ասում եմ դարձնենք ավելի լավ։ Չէ, այլասերում բառը ավելի մուսուլմանական բանից է։ Դուք հրաշալի մի տղա ունենայիք, որը դառնար նարկոման։ Կուզենայիք դա։ Կներեք, բայց դա խոսակցությունը շեղում է եւ ներողություն կուզենայիք այդպեսին լինել, երբ որ դուք տեսնում եք սերիալներ, ուր անընդհատ սրսկվում է։ Ես ասում եմ նարկոման մարդիկ դառնում են հասարակության վիճակից, ոչ թե հեռուստատեսությունից։ Հասարակության վիճակից չի կարող այդքան ահռելի գումար վճարել նարկոտիկներ գնելու համար։ Մի նարկոտիկը գիտեք ինչ արժի։ Գիտեք Իրանում տենց բաներ չկան, բայց Իրանում ամեն փողոցում 15 հատ նարկոման ընկած է։ Երբ հեռուստատեսությունը շատ խիստ արգելված է, ամենամեծ բիզնեսի բաները Իրանի մասին թող իրենք խորեն։ Ես ինչու պիտի խորեմ։ Համեմատում դուք անդադ համեմատում եք, բայց երբ որ ուրիշ համեմատում արգելված է, ոչ մի հարգարժան նայեք։ Ես չեմ լծվել այլոց խնդիրները լուծելու։ Ամեն մեկ պետք է պատճառները ճիշտ նկատենք, չէ՞։ Պատճառները շատ լուրջ մտահոգում է մի ձևակերպում ազգային անվտանգություն։ Ես ուզում եմ դուք ուզում եք այդ ողջ վտանգը զգանք մենք։ Բամբակում այդպես ձևակերպում եղել։ Այո։ Ազգային անվտանգության դիտանկյունից։ Ես ուզում եմ ասել ձեզ, որ դա ինչքան վտանգավոր դիտանկյուն է։ Դա իշխանական դիտանկյունն է իհարկե, եւ ինչքան վտանգավոր է։ Օրինակ, մենք դրա օրինակը գիտենք, երբ Չեռնոբիլը պայթեց, ազգային անվտանգության դիտանկյունից լրատվություն չէր լինում, որպեսզի խոճապ չառաջանա։ Եվ ինչա դրա արդյունքը գիտենք, չէ՞։ 100,000 մարդիկ։ Այդ պատճառով հոկտեմբերի 27 մարտի 1 փուչիկներն են պայթում։ Դուք հասկանում եք, որ դա ինչ վտանգով աղի երկրաշարժն եղել է, մենք լրատվություն չունենք։ Մենք տեսնում ենք ուրիշ ալիքներով։ Ձեր հետ համաձայն ենք։ Ուրեմն չեք մտածում ինչ վտանգ է սա։ Դուք ասեք, ամեն չինովնիկի առիթ եք տալիս, որ ասի ազգային անվտանգության բանից ես տեսանկյունից ես լուրը չեմ տալիս։ Ներողություն։ Եվ մարդիկ մնում են երկրաշարժի փլատակերի տակ, դուրս չեն գալիս տներից։ Հիմա Դուք երաշխիք ունեք, երաշխիք եք տալիս։ Մի հատ երաշխիք տվեք, որ տեն չի լինի։
հիմա քեզ կպատասխանեմ, խնդրեմ։ Չէ, ես ուրիշ բան եմ ուզում, որտեղ մենք թեման շեղվեցինք։ Չէ, թեման շատ կոնկրետ է։ Շատ կոնկրետ է։ Ես ասեմ թեման շեղվել է։ Արգելելու մասին Եվ Պավել, երբ դուք ասում եք, սա կարելի է, սա չի կարելի անվտանգության տեսակետից։ Յորդ ասում եք կներեք, եթե ինչ-որ մեկը նստած որոշում է, նա կարող է մի օր որոշի, որ գիտեք Չեռնոբիլի ատոմական աստվածային տրակել է, անվտանգության հարցից ելնելով չի կարելի դա։ Կամ ադրբեջանցի քարտակվել են անվտանգության բանից ելնելով։ Ոչ թե ազատ է, հրավիրողը ինքն է որոշում։ Այդ ձեր ասած ինչ-որ հանձնաժողով գիտնականների նստած որոշում է։ Խնդրեմ։ Ուրեմն հիմա Այդպես որ եղա, փուչիկները պայթեցին չէին ասում ազատության մասին է ստե խոսքը գնում։ Որը հիմա անհնար է որևիցե ձևով վերահսկել։ Դուք խոսացիք համացանցի մասին եւ համացանցը առաջին հերթին այդ ամեն ինչի արձագանքն է։ Յուրաքանչյուր ոք կարող է YouTube-ը վերցնի այդ վիդեոն տեղադրի։ Всё, այդտեղ խնդիր չկա։ Որևիցե խնդիր չկա ու չի սահմանափակվում այդ ամեն ինչը։ Ես հիմա խոսում եմ կոնկրետ մեր նամակի բովանդակ։ Դուք հա շեշտեցիք արգելելու մասին։ Արգելելու մասին որևիցե տող մեր նամակի, մեր առաջարկների, մեր տպավորությունների մեջ չկա։ Ես կարող եմ մեկնաբանել ինչու չկա, որտեղ Հայաստանը Եվրախորհրդի անդամ է եւ Հայաստանը չի կարող բացահայտ արգելքներ դնել։ Ես թողեք ավարտեմ։ Եվ դուք ընդհանրապես ներկայացնում եք մի շարժում, որի դուք մի մասնիկն եք։ Հայաստանում գնում է հստակ մի հատ շարժում, այն ինչ որ պետք է, ասենք իշխանությունները կամ ինչ որ որոշակի ուրեմն կառույցներ ուզում են արգելել, իրանք երբեք դա չեն անում բացահայտ։ Երբեք չեն անում դա, իրանք գիտեն դրան ինչ կհետևի։ Այն է, սա թաքնված գրաքննություն։ Այո, դա թաքնված։ Իսկ ինչի շուտ չէր արվում դա, հարց եմ ձեզ տալի։ Խոսականը ձևակերպների հետևում, թիկունքում պահկվում են եւ դուք խաղում եք իրանք ձայնը կա, բայց դուք կարող եք դուք անձամբ մի վարքյան չանցնավորեք, գուցե դուք լավագույն ինչու շուտ չէր արվում։ Բարամ, այդ դեպքում ինչու շուտ չէր արվում։ Դե հիմա գիտեք ինչ, ես կարծում եմ, որտեղ անդիմություն կար, հիմա անդիմությունը լրիվ թուլացավ եւ Հայաստան իշխանությունները լրիվ ազատ են զգում եւ ուզում են ինչ անում են։ Կներեք, ես մի քանի տարի առաջ դա հնարավոր չէ։ Վարա, ես հորիզական մասին եմ։ Երբ որ դու ասում ես արգելելու մասին խոսք չկա, հա։ Երբ որ դուք ասում եք պետք է ստեղծել որև ինչ որ հանձնաժողով, որ ինչ որ կրիտերիաներ պետք են, եւ ինչ որ բան ասես սա կարելի է, սա չէ, դա արգելքել ոնց է լինում։ Ուրեմն Եվ ինչ որ գիտնական, չգիտեմ, ովքեր պետք է հավաքվեն եւ ասեն, չափորոշտը հիմա կան գրած։ Մենք շատ կան գիտենք գիտնականները ոնց են քաղաքական արձակում առան իշխանությունը։ Այս հարցերում էլ կծառայեն։ Գործող չափորոշիչ օրենսդրության մեջ չկա։ Օրինակ խոսացին տվեք դատի, դուք ասեցիք։ Հիմա ես ասում եմ, մեր վարչական օրենսգրքում որևիցե կետ չկա, որ մենք կարող ենք զրպարտության համար, հա, կոնկրետ։ Խոսքը գնում է սերիալների, ես ընդհանուր չեմ ասում, հա։ Սերիալները զրպարտության համար, դա։ Այո, երբ որ խոսքը գնում է նաև այդ ամեն ինչի բովանդակության մեջ, հա, պետական խորհրդանշանների, ազգային խորհրդանշանների նկատմամբ անհարգի վերաբերմունքի դեպքում որևիցե օրենսդրական մեզ մոտ տող չկա, վարչականը իր խախտում է, որ մենք կարանք այդ որն ասենք եթե Ծիրանը ես գցեմ եւ ուրեմն ես ասում եմ, օրինակ, երբ որ Մայ Հայաստան հուշահամալիրը վերցնում են, ծաղրում են, օրինակ դա է պետական ազգային խորհրդանշան։ Պետական խորհրդանշանը նույն մեր դրոշը, պետական, մեր զինանշանը։ Ես մա ուրիշ բան եմ ասում։ Երբ որ օրենքով հիմա մենք ունենք գրված, որ քշերը ժամը 12-ին 00:00 րոպեին 24 ժամվա եթերի դեպքում պետք է ցուցադրվի մեր պետական օրներկը, ճիշտ է երկրորդ։ Ես ասում եմ, որ դա չի գործում, չկա այդպես բան։ Մեծամասամբ որևիցե հերոստանգերություն դա չի անում։ Չկա պատժամիջոց, որ իրանց կարգի հրավիրեն։ Ժորժ ջան, օրենքը եկեք պաշտպանեք։ Այս սարսափելի բան է տեղի ունեցել։ Իսկ հայ զինվորը Հայաստան մտնում այդ արժեքների մեջ, երբ հարսանիքով դուրն են հասցնում։ Միանշանակ, համաձայն եմ։ Ասեմ, քանի որ գուցե մամուլի չգիտեք, սպայի քույրը դիմել է կաթողիկոսին։ Եկեղեցին արձագանքել է, ուզում եմ իմանամ։ Այսքան մտահոգ է։ Եկեղեցին միշտ է արձագանքում։ Այո, արձագանքել է սպայի Դա ինչ քույրը։ կապ ունի իրաց բարձրացնի խնդրի հետ։ Դա այն կապում է, որ ցուցակալի երկակի ստանդարտները, որ պետական արժեքների տակ նրանք իշխանության ջատագովություն են անում, բայց իրական ազգային արժեքները դրա համար չափորոշիչները հստակ լինելու է։ Չափորոշիչներն են լինելու այդ հանձնաժողովը, այդ մասնագիտական խումբը։ Ես շատ պատահական հղումը սրտի դավթար։ Հայ սպային ասում սպանության մասման դուրն են հասցրել։ Ձեր սրտի դավթարն ազատամտություն քարոզելու։ Երբ որ ազատամտություն ամեն մեկը իր ձևով է հասկանում։ Օրինակ ազատամտություն հասկանում է հայ սպանին ծեծելով սպանել, ազատամտություն հասկանում է զինվորը մյուս զինվորի սպանել։
Նաեւ կամ հազատամտություն հասկանում է հայ-սպան, չգիտեմ, շղթայով խփել զինվորի աչքը Հիմա դուք պահանջում եք, որ արդար դատ լինի դրա համար։ Ես պահանջում եմ, որ ազատամտություն Դուք պահանջում եք, ես ակնկալում եմ Շատ ներողություն, այս շատ վտանգավոր բան է կատարվում։ Ներողություն։ Ինչ կապ ունի ծեծելը, ծեծը ինչ կապ ունի ազատամտությունը։ Ուրեմն ամեն մեկը ազատամտությունը ջուրովի է ընկալում։ Դուք ձեր ձևով եք ազատամտություն, երբ որ խոսում ենք, ամեն մեկս մեր ձևով ենք հասկանում։ Այդ դուք անում եք ազատության դեմ քարոզ։ Հիմա իսկական ծեծը բռնությունը չեք դատապարտում։ Դատապարտեք, սպասում են։ Դուք բռնության դեմ եք, հասարակության մեջ բռնություն կա։ Ես ակնկալում եմ Հիմա դուք ասում եք հանրակարգում ով ծեծերյանների մասին եք խոսում։ Տիկին Գրիգորյանը օրինակի համար, Տիկին Գրիգորյանը մեզ հայտարարեց թուրքական գործակալ, չէ՞։ Ինքը ազատ է իր տեսակետը հայտնելու ազատ է, չասեց այդպես մտածող նշանակում է թուրքական գործակալ։ Ինքը ազատ է իր տեսակետին, ինչ է ասում, ես պատասխան չեմ տալիս իր համար, բայց ամբողջ խնդիրը նրանումն է, երբ որ մեկը խոսում է ազատամտությունից, նայած իր մակարդակից է Ես ազատամտություն չեմ ասում, իրավունք, տարբեր բառեր եք, իրավունք։ Դուք կարող եք ովևէ բան ասել, բայց իրավունքը ճշտելու համար նախ սահմանագծենք ինչ է նշանակում իրավունք, ինչին է վերաբերում։ Իրավունքը ապրում ենք աշխարհիկ երկրում եւ դա սահմանվում է նորմատիվ իրավաբանական հասկացություններով եւ ոչ թե բարոյախոսությամբ։ Ես իրավունք ունեմ ունենալ աշխատանք, իրավունք ունեմ ստանալ կրթություն, սահմանված է։ Շատ լավ, ինչ է ձեր պարտականությունը։ Իրավունք ունեմ ստանալ տեղեկատվություն առանց ենթարկվելու գրաքննության։ Մի խումբ մարդկանց կողմից, որոնք ազգային անվտանգություն ասելով Ամերիկան ազատ երկիր է։ Կարող եք ամեն բան ասել։ Վայ, այ քեզ բան։ Երբ որ պետք է լինում Ամերիկային հայոյում եք, երբ որ պետք է լինում Ամերիկան ազատ երկիր է կամ ոչ կոնկրետ պատասխան։ Պավել, ազատ երկիր է կամ ոչ։ Ամերիկան ունի նաև թերություններ, ազատ երկիր է կամ ոչ։ եկեք Մենք խոսում ենք հերոսայից մի րոպե, Այսինքն Ամերիկայից ավելի ազատամիտ Այո, մենք խոսում ենք Ամերիկայից ավելի ազատ։ Մենք խոսում ենք հերոստաեթերի մասին, չենք շեղվում։ Կարևոր հարց է։ Այո, մենք Ամերիկայից կարող ենք ավելի ազատ Մի րոպե, խնդրեմ, Պավել։ Մենք թեմայից բավականին շեղվեցինք, ես իրավական մասն եմ ասում։ Այդ չափորոշիչները, որի մասին մենք խոսում ենք, գլխավոր խնդիրը ունենալ այդ չափորոշիչները։ Համապատասխան պատահական մարդ չպետք է լինի այդ հանձնաժողովում եւ պատահական մարդիկ չեն որոշելու եւ այդ չափորոշիչները պատահական մարդ։ Կլինեն իշխանության ուզած մարդիկ, պատահական մարդիկ չեն լինի, այո։ Բայց Եվ հարսնակարի օրինակը դա շատ լավ ցույց է տալիս։ Հարսնակարի շկաֆ ունի ստեղ եկեք առանց բղավել խոսեք, ու հանգիստ խոսեք։ Շկաֆի հարսնակարի չլինի չեք։ Այսինքն մայն եմ ողջը, որ են չենք թողում խոսա։ Ես հարց եմ տալիս, հարսնակարում, երբ որ այդ հարսնակարի հարց մի տվեք։ Կապ ունի ձեր մոտեցմանը։ Կապ ունի հարսնակարի Կապ ունի, հիմա վերջացնեմ կհասկանաք։ Նման է, հանդեղից։ Ես ասում եմ հարսնակարի բռնությունը կապ ունի սերիալների հետ։ Այսօր հետ այո, կապ ունի։ Դե դա հենց իշխանության ուզած վարկածն է, որովհետև Որտեղ հասնակարի բռնությունը չի ծնվել սերիալներից, հասնակարի բռնությունը ծնվել է կոնկրետ քաղաքական վիճակից։ Աշխարհի պատմությունը դու ձեզ եմ դիմում ասում, սկսվել է բռնությամբ, Կայենը սպանեց Աբելին, ոչ մի սերիալ չկար այդ ժամանակ։ Այո։ Մասնագիտության մանկավարժեմ եւ մշակութաբան, ազգային անվտանգության ազգային ծրագրի մասին եմ ուզում խոսել, ինչ ազգային անվտանգության մեջ չի մտնում մանուկների կրթելն ու մշակութային հաղորդումներն ու մշակութաբան ուզում եք խոսել մշակույթը ծառայում է ազգին։ Դա ինչ-որ մարդկանց մաս։ Ես հարց եմ տալիս որպես մշակութաբան, իրապես սպասեք, որպես մշակութաբան խոսում եք ազգային անվտանգության մասին։ Այո։ Այսինքն դուք որպես մշակութաբան ձեր պարտականություն տեսնում եք ազգային անվտանգության մասին։ Այո, այո։ Բավական օրիգինալ պատկերացումն է մշակութաբանությունը, անորակ Դուք երևի ազգային անվտանգությունն եք աշխատում։ Ես ազգային անվտանգությունում պետք չի աշխատել, պագոններ պետք չի դրա համար ունենալ։ Ես շատ գոհ եմ, որ ես մեծացել եմ խորհրդային շրջանում, դասիրակվել եմ այն գրականությամբ, որ այս ժամանակ կարդում են Հովհաննես Թումանյանի, Իսահակյանի, Տերյանի, ես պատկերացնում եմ, եթե փոխադարձ վիրավորանքների կանցնեն, ես դա էլ կարող եմ Չարենցել էին ասում, որին ազգային անվտանգությունը ժամանակ բաներ է։ KGB-ն այսինքն։ Ուղղակի այդ ազգային անվտանգություն այդ բառը շատերի մոտ միանգամից ալերգիա է առաջացնում։ Մենք, ասենք, եկել ենք Սովետից եւ բավականին վախեցած ենք այդ բառից եւ դրա հիմքերը ունենք, հավատացեք։
Հիմա խոսքը նրա մասին է, որ ասենք սերիալները վատն են եւ այլն բռնություն են քարոզում բան։ Որոշ շապով դեզ հետ համաձայն են, որոշ է ոչ, որովհետեւ կան շատ տափակ ուրիշ սերիալներ, որոնք էլի անհետարքիր ու անճաշակ են, բայց ոչ բռնություն չեն քարոզում։ Պաշտոնյաները շատ լավն են, կիրթ են, բան, բայց որովհետեւ էլի վնաս է տալիս, ասենք ժողովրդին, նույն վնասի։ Դա մասին չեն խոսում ասկի։ Հիմա խոսքը դա մասին է, որ ասենք միգուցե այդ ձեր հանձնաժողովը եւ այլ այդ Համախոհները խելոք մարդիկ համախոհները մտածեն, ասենք ոչ թե նախագահին դիմեն, միգուցե ուրիշ առաջարկ անեիք, ասենք։ Հա, ուրիշ առաջարկ ես նկատի ունեմ, դուները չի գալի այդ սերիալը, որ մեկը տեկավ դուրը ծեծեց հերոստանգերության, ասեց ես շատ լավ պրոյեկտ ունեմ, հա, ես շատ լավ սերիալի ես իմ ինչ ունեմ, եկեք անենք դա։ Ոչ մեկ բան չի անում։ Դրա համար հերոսատեսությունը սարսափելի կրիզիսի մեջ է այսօր։ Բոլոր հերոսատեսությունները, բոլոր պրոյեկտները թխած են, բոլոր պրոյեկտները արված են, սերիալները արված են եւ այլն հատուկենտ կա, որ ասենք մեր պրոդուկցիան է այսօրվա դրությամբ։ Սաղը տենց է։ Միգուցե դրամացի մտածենք այդ որակը բարձրացնենք, հա, այդտենց բարձրացնենք, ոչ թե դիմենք ազգային անվտանգություն ստեղծենք, էս անենք, նախագահին դիմենք, սրան դիմենք։ Դա վախացնում է, այս մարդկանց վախացնում է, ինձ էլ է վախացնում, որովհետև վաղը կգանք ասեն, ահան, դուք այնտեղ սխալ հումոր արեցիք, այ դա նշանակում է, որ դուք այս բանն եք պրոպագանդում, ես գիտեմ այդ ծայրահեղությունը ինչի է բերում, ես դա գիտեմ։ Եվ դրա կոնկրետ օրինակը կա, այս վերջերս դեպք եղավ, ես օրինակ չէի հավատա, ինձ մի տարի առաջ ասեն, ես չէի հավատա։ Կոնկրետ երիտասարդ գրողի գրքում, որը գրված էր դեպ մոգական ռեալիզմի ոճով, այսինքն ռեալիզմի, սովորական ռեալիզմի ոճով, Մարկեսի ոճով, այսինքն այսպես կիսաֆանտաստիկ չափազանցված, կանչեցին ոստիկանություն, որպես ազգային բանակի դեմ դու նսեմացնում ես բանակը եւ ուզում էին գործ հարուցել, եւ եթե մենք իրան չպաշտպանեինք, գործը կհարուցվեր։ Եվ դրա օրինակը կա, եւ այդ օրինակից ելնելով եմ ես ասում, որ Հայաստանում գնում է շատ վտանգավոր process։ Այն մարդիկ մտավորականները, ովքեր որ խոսում են, ովքեր որ պետք է ազդեցություն թողնեն մեր երեխաների, իմ աշակերտների վրա, խոսում են գոռալով, տգեղ բառեր արտասանելով, այո, որոնք իրենց բացասական ազդեցություն են ունենում մեր երեխաների վրա։ Այո, նույն բանակը քննադատելով, պետք է ամբողջ օրը։ Այսինքն այդ մարդիկ պիտի հերոստատոսության մենակ պուպուշ բաներ տեսնեն, հետո գնան բանակում ու իրանց ընկնեն այդ դժոխքը, դուք հասկանում եք ինչ եք ասում։ Դուք հասկանում եք ինչ եք ասում։ Իսկ ով ասես դժոխք է, դուք դրախտա, բայց ինչ են մարդիկ մեռնում այդ դրախտում։ Կարա՞ս ասես։ Մարդիկ ամենտեղ են մահանում, ամենտեղ են մահանում, այդ ժամանակ բանակը դժոխք չի, դուք իրավունք չունեք ասելու բանակի մասին։ Ես այո։ Մայնե, լավ, մայնե։ Ես իրավունք չունեմ ասում ասել բանակը, որ դժոխք է դարձել։ Դուք այսինքն այդ ղեկավարությունը իրավունք ունի դժոխք դարձնել, իսկ ես իրավունք չունեմ ասել, որ դժոխք է դարձել։ Լավ, մայնե ջան, խնդրեմ։ Մեկ վարքան։ Խորհուրդն է ապակին։ Ամբողջ հարցը որտեղ է։ Մենք կարող ենք ովևէ հարցի մասին խոսել։ Դա ովևէ առնչություն չունի այսօր մեր բարձրացրած հարցի հետ։ Բանակը դժոխք չէ ամբողջական իմաստով։ Բանակում կան անձինք, որոնք չեն հասկացել, թե բանակը ում տեղն է եւ ինչ պարտականություն ունի։ Ես ամեն անգամ ասել եմ, հայ սպան առաջին հերթին պիտի լինի կամ ավակ եղբայր, կամ ծնողի զգացողությամբ մարդ, որը գիտակցի, որ մեկ ուրիշ հայ եղբայրը իր 18 տարեկան տղային վստահել է իրեն, որ իր կողքին կանգնած պաշտպանի հայոց սրբազան հողը։ Բայց եթե կան նրանց մեջ ոմանք, որոնք տարված գող գոքորների, գող հովոների կամ Ռեմբոյի սերիալի աֆիցերների կերպարից դա կապեք հերոսատեսության հետ։ Այո, ուրեմն իրենք էլ փորձում են լինել այնպիսին, որ քիթ ու բռութը ջարդել հայ զինվորի, բայց եթե 1, 2, 5, 10 երևույթ է, սա չի նշանակում, որ հայոց բանակը դժոխք է։ Դժոխք անում ենք մենք մեր գաղափարներով։ Որտեղ ինձ հետ եք խոսում, վարդապետը պիտի պատասխանի։ Շատ հստակ օրինակ է։ Հիմացիների խոսալու պատասխանատվության հարցը, բանակի ղեկավարության պատասխանատվության հարցը ամբողջ բարձում է ձեր վրա, Պետրոսյան։ Ես չէ թողում խոսեմ, որ ես դա բացատրեմ։ Մարդու մտածելակերպի վրա սիրելի։ Հայ մտավորականի ջերը հենց դրանումն է, որ ոչ թե հայ մտավորականը միայն փառաբանի իր սերային ինչ-ինչ բարեմաստությունները, այլ հայ մտավորականը նաև փառաբանի հայ։ Ես սերային բարեմաստություն չեմ գրում։ Ես ձեր մասին չասեցի։ Բարի, ընդհանրապես եմ ասում։ Լսենք, մայնե հասկացան, խնդրեմ։
Ներկայացեք։ Թագուհի Թորոսյան, մշակույթի աշխատավոր, ասենց ասեմ։ Ես կուզեի երկու բանի վրա մենք ուշադրություն դարձնենք, որովհետև կոնկրետ այսօր նամակի մասին է խոսակցությունը։ Ուստի եկեք մի հատ փորձենք հասկանալ նամակի ձևը եւ բովանդակությունը։ Առաջին հերթին նամակի ձևը ինձ թվում է շատ խնդրառու է, որովհետև հաշվի առնելով սոցիալական, մշակութային եւ քաղաքական խնդիրները, որ առկա են մեզ մոտ այսօր, մենք դիմում ենք անմիջապես անտեսելով բոլոր հասարակական մեխանիզմները եւ ենթակառուցվածքները եւ մենք դիմում ենք նախագահին, որ լուծի ինչ-ինչ գեղագիտական հարցեր, այսինքն նորից մենք խնդիր ենք ունենում ոչ թե գեղագիտական քաղաքականության, այլ քաղաքականության գեղագիտության հետ, որը կոնկրետ գործ ունի այսօրվա իշխանական քաղաքական մեխանիզմների վերարտադրման հետ, այսինքն մենք փորձում ենք որոշակի խնդրառու պրոբլեմատիկ բաները, որ առկա են մեր մեդիա միջավայրում եւ որոնք էլի իշխանական համակարգի ծնունդ են, դրանք հանենք որպես թշնամի, այլախոհ ազատամտության հիվանդություն, արևմտյան արժեքների արդյունք եւ դրա միջոցով ճնշենք այն արժեքները, որոնք ընկած են մեր իսկ սահմանադրության հիմքում, այսինքն այն արժեքները, որոնք մենք ընդունել ենք, երբ որ անկախացել ենք։ Երկրորդ հերթին բովանդակության անդրադառնանք։ Սերիալներին մասին է խոսքը գնում եւ խոսքը գնում է վտանգի մասին, որը որ ազգային է, որը որ երեխաների եւ սերիալները փչացնում են մարդկանց բարոյականությունը ճաշակը։ Հիմա այստեղ կոնկրետ գործ ունենք շուկայական խնդրի հետ, որովհետեւ գովազդի շուկայի մասին ոչ ոք չխոսեց, իսկ սա շատ կարևոր բան է, որովհետեւ գովազդատուները, երբ որ իրենք գովազդ են տրամադրում, իրենք չեն առաջնորդվում ոչ մի ռեյտինգային համակարգերով, իրենք չեն առաջնորդվում ոչ մի ճաշակի խնդիրներով, իրենք լսում են իրենց ընտանիքի անդամներին, կնոջը, մորը եւ զոքանչին, որոնք նայում են սերիալ եւ գովում են այդ եւ գիտեք Լսենք։ Ուրեմն ես ունեմ 5 դա ասելու, որովհետեւ ինքս աշխատել եմ գովազդի շուկայում ժամանակ առաջ եւ բավականին տեղյակ եմ։ Այն ռեյտինգային համակարգերը, որոնցով առաջնորդվում են մեծ կորպորացիաները, դրանք ուրիշ խնդիր են եւ դուք չեք տեսնի։ Եթե հասարակության մեջ կա մեկը, որը անտարբեր է սերիալների այս քայքայ ազդեցության նկատմամբ, չի ազգի թշնամի չի, նա չունի իմ կարծիքով, նա չունի սերունդի նկատմամբ պատասխանատվության զգացում։ Ես ունեմ 3 երեխա։ Ես ունեմ իրանց անվտանգության խնդիր։ Սա պետական անվտանգություն է թե չէ։ Իմ համար ազգային անվտանգություն է։ Եւ ով կարող է որոշել այդ սերիալների բարոյական ազդեցությունը հասարակության վրա ավելի լավ, քան հոգեվորականը։ Ես չեմ պատկերացնում դա։ Եթե մի բան ես էլի հետաքրքիր բան ներողություն, ես էլի հետաքրքիր բաներ եմ ասում։ Փաստորեն դուք կարելի է ես էլի հետաքրքիր բաներ ասեմ։ Ուրեմն այն հանգամանքը, որ եկեղեցին ամենայն լրջությամբ շատ ուրախ եմ, որ հետաքրքրված է այն ինչ կատարվում է հանրության մեջ, դա չի նշանակում, որ նույն եկեղեցին անտարբեր պետք է լինի կամ անտարբեր է այն դեպքերին, որոնք բոլորս մենք ականատեսել ենք հարսնակարի հետ կապված, փուչիկների հետ կապված, ձեր ասած մարդը մեկ դա խնդիր է, որ մեր բոլորին հետաքրքրում, բայց դա ազատականության է, ոչ մի ընդհանուր բան չունի եւ դա չի կարող այդ արդարացնել սերիալների այն քայքայիչ, այն կործանարար ազդեցությունը, որ ես բազմիցս նշել եմ, որի հետևանքը մենք տեսանք մեր մարտի մայիսի 6-յան ընտրություններին։ Նույն հերոստա եթերից ոչ մի հասարակությունը ձևավորող, հասարակությանը քաղաքացի ձևավորող։ Իհարկե քաղաքացին, որ դառնա հասարակություն, ոչ մի էլեմենտ ես այդ ընդհանրապես եթերում չեմ տեսնում, ես ուղղվածություն եթերում այ որ եթե ես դա չեմ վիճի ձեզ, ես դա համար չեմ վիճում ձեզ, բայց դա չի նշանակում, որ արդարացված է սերիալի բովանդակային մասը։ Կարելի է համաձայնվել, որ բռնություն եւ այլն սերիալները խանգարում են մարդու աճին, բայց մենք չունենք դրան հակադրող ուրիշ ավելի նորմալ ծրագրեր, վերլուծական ծրագրեր։ Ես կարծում եմ ոչ թե պետք է սերիալների դեմ գնալ, այլ եմ ասում, այդքան խելոք մարդիկ ունեք հավաքվել եք, ոչ թե նախագահին դիմեք, այլ հավաքվեք նորմալ ծրագրեր մշակեք։ Նորմալ եւ ես համոզված եմ, որ եթե այդպես ծրագրեր լինեն, նա հակակշիռ կլինի, որը աշխարհում ամենտեղ է այդ նույն սերիալները կան։ Այդ մեկ։ Երկրորդ ես իմ դիտարկում ասեմ, ավելի շատ ձեզ է վերաբերվում։ Չգիտեմ որքան ես ճիշտ, բայց այսքան տարի աշխատել եմ, հասկացել եմ, որ բացասական անվանում ունեցող բոլոր սերիալները գրեթե ունեն 1000 անգամ ավելի լավ ռեյտինգ, քան բոլոր հումորային, ասենք, սերիալները։ Ինչի՞ց է դա։ Ասենք, ձեր մեջ կա մասնակետ, որ մտածի դա ինչի՞ց է։
Դա մակարդակից է հասարակության։ Ուրեմն մի բան ասեմ։ Հասարակության մակարդակն է, եթե նա միայն բացասականն է ընկալում եւ գնահատում, ուրեմն մակարդակից ինչ անի, ասենք կոմերցիոն հեռուստատեսությունը, որը պիտի ռեկլամապետ Ես հասկացա թե ինչի մասն է, բայց ինչու մենակ անդրադառնում են կոմերցիոն հեռուստալիքներին։ Մենք ունենք հանրային հեռուստաընկերություն։ Հանրային հեռուստաընկերության խոսքը ընդհանրապես է, լրիվ ուրիշ կան ծրագիր ես կամ երկու ժամ խոսեմ։ Մենք պահանջելիքները համ դոտացիա է ստանում։ Ու ոչ մի համ ռեկլամներ, ոչինչ չի անում։ Ընդհակառակը Ընդհակառակը ինքը դարձել է լոկոմոտիվ մնացած մասնավոր հեռուստաընկերությունների համար, որոնք ունեն գովազդի վաճառքի խնդիր։ Համաձայն եմ, հանրայինը դե գցեցին կենկոմ, դա լրիվ ասեցին։ Չեն գցում, նա վրա պետք է կառուցի այս հանրապետությունը։ Ստրուկտուրա էլի իրանցն է։ Հասկանում եք էլի իրանցն է։ Այս նամակը ես չեմ կարծում, որ պետք է լիներ գդված օդի մեջ, իմ կարծիքով ինքը շատ անհասցե է այս նամակը։ Ինքը լավ է, որ այս նամակը կա։ Ինչո՞ մի բան իբր տեղում է սխալ է։ Սա ասենք նախագահ չի որոշելու է Սեյդալը գնաց այնտեղ նա վերջի դա իրավասությունը չի կա հանձնաժողով ոչ տելևիզոր են նայում ոչ դա ժամանակում են ոչ սահլեն ունեն դե նամակը բաց կորելա ոչ մեկին պետք չի կոնկրետացնել թիրախը հանրային հեռուստաընկերություն այ քո Սեյդալ այլանդակությունը այս քո հաղորդումը ոչ մեկին ոչ մի բան չի տալի որը ոչ մի ընդհանուր բան չունեն իրականության մեջ որ մեզ շրջապատում է Կարճ եւ ավարտում։ Շատ կարճ մի բան կապված մակարդակի հետ ժողովրդի։ Ես կուզենայի մեջբերել սոցիոլոգ Միլզի խոսքը, որ ինչը վերաբերում է սոցիոլոգիական երևակայության վերաբերյալ։ Պատկերացրեք։ Ինչ է ստացվում, որ եթե մենք փորձում ենք մակարդակով արդարացնել այն ինչ որ հրամցվում է ժողովրդին եւ ժողովուրդը դա կուլ է տալիս, դա խոսում է նրա մասին, որ մենք պատրաստ չենք սոցիոլոգիական երևակայությունը աշխատացնել եւ հասկանալ այն բարդ մեխանիզմը, որի արդյունքում սոցիալական խնդիրների, քաղաքական խնդիրների, համընդհանուր ճնշվածության, ինքնասպանությունների, բռնությունների ու անհույսության, որը տիրում է երկրում եւ որը մենք անտեսում ենք խոսելով մակարդակի մասին, մենք ոչ միտեղ չենք հասնի եւ բարձրի ու ցածրի մասին խոսելով արվեստի դաշտում նույնպես մենք ոչինչի չենք հասնի, որովհետեւ արվեստը վաղուց հեռացել է թե բարձրի եւ թե ցածրի հասկացություններից եւ իր խնդիրը հիմնական ու առաջնային հարցադրում դնելն է, կասկածի տակ դնելն է եւ ոչ թե ինչ որ հայտարարություններ անելը, որոնք պնդումներ կատարելը, դա ինքնության չէ։ Մեր ժամանակը սպառվում է։ Եվ Պետրոսյան, կարճ ուզում եմ մի բան կարդալ ուղղակի։ Հրաշալի մի բան է, որը ձևավորված է մեր օրերի մասին, որտեղ ասում է գրականությունից եւ արվեստից մենք դուրս կմղենք կարևոր խնդիրները։ Դա կեղծագիր է, վարդապետ, կեղծագիր, այստեղ կեղծագիր անցու ֆաշիստ։ Մարինե ջան, Պետրոս խնդրում դուք այնքան համակրելի անձնավորություն եք։ Դա հայտնի ֆալշիվկա է։ Ձեր կոլորատուր սոպրանոն ես շատ գնահատեցի, բայց կարդալ։ Դա կեղծիկ է, կեղծիկ։ Որևէ ինտելեկտուալ բանավեճի մեջ հնարավոր չէ դա իբրև փաստարկ բերեք։ Իսկապես չի կարելի։ Նայ, այս Ալեն Դալասի խնդիրից առաջ գոյություններ այս մեկ այլ ծրագիրը 1899 գրված, որտեղ առաջին երկու մի րոպե, ոչ, լսիր, նոր սերնդին հակասական բարոյական ազդեցություններով թունավորել անբարոյականությամբ, քայքայել ընտանեկան կյանքը, ներքևի խավի մարդկանց կառավարիչներ նշանակել, արվեստը թուլացնել, գրականությունը անբարոյական պորնոգրաֆիկ ձևերի բերել եւ անսահման ճոխությամբ գլխապտույտ առաջացնող նորաձևություններով խելակորույս մսխումներ պահանջել, մեսամասնության ժամանակը տոներով եւ խաղերով պատել ամեն լուրջ դրական միտք մտածում։ Դուք մոտավորապես նկարագրեցիք մեր հեռուստատեսությունը։ Խնդրեմ, ինչի մոտավորապես 100%-ով։ Պետրոսյան գրել է նա, ում գաղափարը մենք այսօր իրականացնում ենք։ Բայց ազնիվ չէ, ինչ է։ Մայն է։ Ասեք ով է գրել դա։ Մայն է։ Այստեղ ինչ հնչում է, դա քո դեմ չի։ Հավատա։ Պետրոս պետք չի այդքան բան անել, գիտես ինչ, բայց արդեն լուրջ է։ Այդ Դալեսի բանը, այդ կեղծագիրը, որ հիմա ֆռռում է ամբողջ բլոգում, եւ ինձ քֆուրներ է գալիս իմ բլոգումը Դալեսի, որ ես Դալեսի բանի կրողն եմ, որը կեղծագիր է։ Մտեք ամենտեղ բանեք։ Եվ այդ հիմա ես չգիտեմ ես ինչա։ Բարի։ Ես կեղծագիր չի, սիրելի օրիո։ Բարի, Դալեսին քննարկել մյուս հաղորդման ժամանակ։ Ժամանակը սպառվել է, մայն է։ Ժամանակը սպառվել է։ Տիկին Պետրոսյան, սա Դալեսի խոսքերը չի։ Դուք այդ մյուսը ումներ ասեք ումներ, որ ես հիմա Սա դուք ասեցի գրված է 19-րդ դարի վերջավորության։ Կարևոր չի, ժամանակը մի խառնեք մասոնները։
Պարոնայք, դիկնայք, ժամանակը սպար 6։ Շնորհակալություն եմ հայտնում քննարկման համար, սենյորստայտոներ։ Ես ասեմ, որ հերոստաընկերությունը, հերոստատեսությունը մի բան է, որը միշտ ձեր տան մեջ է, այսինքն հերոստատեսությունը ընտանիք ընդհանրապես ամենասուրբ բանն է, որ գոյություն ունի, ամենաթանկ միջավայրն է։ Հերոստատեսությունը միշտ ձեր տանն է, միշտ այդ միջավայրի մեջ է։ Եվ եթե դուք կարողանում եք հանդուրժել ձեր ամենասուրբ, ամենաթանկ միջավայրում մի հերոստատեսություն, որը քարոզում է այնպիսի բաներ, ինչ մասն այսօր խոսում էին, ապա ինձ թվում է մեր հասարակության մեջ հաստատ մեր արժի համակարգի մեջ հաստատ ինչ-որ մի բան այն չի։ Սակայն մյուս կողմից ինչպես լուծել այդ խնդիրը։ Հաստատ է մի բան, որ կոմունիզմը ցույց տվեց, որ վարչական մեթոդներով հրամայելով նման հարցեր չեն լուծում։ Այսինքն այս խնդիրը ոչ վարչական ձևով է լուծելու, ոչ էլ ոնց որ Մարինն ասում 100% ազատամտությամբ է լուծելու։ Այս խնդրի լուծումը մենք չունենք այսօր, եւ մենք պետքա սա արձանագրենք։ Այս խնդրի լուծումը հերոսություն մենք այսօր չունենք։ Մենք գոնե սա պետքա արձանագրել եւ գնալ առաջ, մենք կհանդիպենք մյուս ուրբաթ 22-22։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի մասին։